Ինչպես խոստացել էինք եթերի սկզբում, այսօր մեր առավոտը լինելու է չեմպիոնական։ Այո, եւ ես շատ եմ ուրախանում այս դեպքերից եւ այս դեպքերում, որովհետեւ իսկապես սկզբից երկրպագում ես, տեսնում ես այդ մարդկանց հերոստացույցի էկրանից այն կողմ, իսկ հետո ունենում ես հնարավորություն նրանց հետ շփվելու ուղի եթերում, այդ իսկ պատճառով շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Ավարտվեց մի քանի օր առաջ երիտասարդների աշխարհի առաջնությունը, ծանրամարտի եւ մենք մի քանի անգամ շատ բարձր բացականչեցինք այս գեղեցկու անունը Էմմա գոռում էր ամբողջ Հայաստանը, ես գոռում եմ Facebook-ում, ինձ բոլորը հարցնում են ինչ է պատահել տղա ջան։ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող։ Էմմա, բարև ձեզ, շնորհավորում ենք ձեզ։ Եվ հիշում եք թե ինչ էին գոռում ձեր մարզիչները։ Պահի, այդ հենց այն պահն էր, երբ որ դու կարողացար հաղթարել ոչ միայն ինքդ քեզ եւ ծանրաձողը, այլ նաեւ Թուրքիայի քո, այսպես ասած, օպոնենտին ուրախացար։ Շատ ուրախացար։ Մենք էլ շատ ուրախացանք։ Միանշանակ։ Մեր տաղավարում է նաեւ Մերի Միսակյանը, ով Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ։ Ձեզ եւս շնորհավորում ենք։ Մերի գոռում ենք մենք եւ հուսանք, որ Մերին նաեւ այնպես կհաղթի, որ էլ ավելի բարձր կգոռանք։ Ինչ խանգարեց ձեզ Մերի։ Ինչ չհերիքեց միգուցե։ Նու կիլոգրամները պարզա, թե չէ։ Ամեն ինչ իմ կարծիքով ավելի լավ էր, քան իմ անցած մրցաշարերը, քանի որ լավ չեմ հանդես եկել։ Այսպես ասած իմ առաջի քայլերն էր երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։ Սա միջազգային, այո, որ կարողացաք մեդալով վերադառնալ եւ սա կարծես թե ամենահիշվող մեդալը կլինի։ Եվ նոր ճանապարհի սկիզբը միանշանակ դեպի ոսկե մեդալ։ Ոսկե մեդալներ։ Էմմա եւ Մերի, այս առաջնությունը դարձավ Հայաստանի հավաքականի համար իսկապես շատ լավ առաջնություն, առաջին թիմային տեղը գրավեցինք, որն է գրավականը։ Ինձ թվում է լավ ենք պատրաստված բոլորս ու մարզիչների շնորհիվ մեր աշխատանքի կարողացանք լավ արդյունք ցուցադրել։ Իսկ երբ առաջ անցաք Թուրքիայից եւ այդ պահին հասկացաք, որ դուք եք լինելու ոսկե մեդալակիրը, հիշում եք թե ձեր մտքում ինչ կար այդ պահին, ինչ ուրախություն կար։ Դե այդ պահին մոտեցումից հետո անմիջապես իր մոտեցումներ, ես լարված սպասում եմ, որ ինքը չբարձրացներ, եթե բարձրացներ, ես չէի հաղթել իրան, շատ լարված ենք մարզիչների հետ միասին ու հիշում եմ, որ ինքը չարեց, մենք ոնց ուրախացանք էլի ճվացինք։ Մենք նույնպես։ Ինձ թվում ամենաշատ իհարկե Մերին ուրախացավ։ Դե միգուցե կա ուրիշ մարդ, չգիտեմ, ծնողները։ Դե իհարկե բոլորները ուրախանում են, անոնց ծնողները, իմ ընկերները։ Աղջիկներ, այդ պահին, որ դուք հարթակին եք, մտածում եք այն մարդկանց մասին, որոնք որ ձեր այս պահին դիտում են, չգիտեմ։ Կարծում եմ, որ ոչ այդ պահին ոչ մի բանի մասին չես կարողանում մտածել, անգամ երբ որ բարձրանում ես ծանրաձողի դիմաց կանգնած ես, չես հասցնում ինչ-որ բանի մասին մտածել, բայց երբ որ իջնում ես ու մանավանդ որ բարձրացնում ես ծանրաձողը, հաշվում են քո մոտեցումը, ավելի հաճելի է այդ ամեն ինչը, այդ ժամանակ արդեն ասում ես, ինչ լավ է, միգուցե բոլորը sense ուրախացել են, այսպես։ Երբ ընտրեցիք հենց այս սպորտաձևը եւ ինչ դարձավ պատճառ, թե Էմման, թե Մերին։ Սկսենք այդ 10 տարեկանից եմ սկսել մարզվել, դեն ժամանակ փոքր չէի հասկանում էլի ինչ սպորտաձև է, ուղղակի շատ էի դիտել հեռուստացույցով, դուրս շատ էր եկել, հետո քիչ-քիչ։ Այսինքն կոնկրետ սիրել եք շտանգան, ուզել եք։ Հա, տարբեր սպորտներ սիրել եմ, բայց հենց որ հայրիկն է բերել ձեր դուք ձեր ընտրությունն էր դա։ Իսկ կարծրատիպային մոտեցում չկար ընտանիքի անդամների կողմից։ Հա, ծնողներս համաձայն չէին, բայց հետո համոզվեցին, որ հա։ Իսկ ով էին այն սպորտսմենները, ովքեր ձեզ ոգեշնչեցին, ում եք տեսել, ում եք ուզեցել նմանվել։ Մեր ծանրորդ աղջիկները, Նազիկ Աբդալյանը, Լուսինե Խուշուդյանը, այո։ Ահա։ Մերի դուք։ Ես շեշտեմ, որ ես ու Ռիփսիմեն, Խուրշիդյան հարևաններ ենք ու իմ ծնողները դեմ չէին ընդհանրապես, քանի որ սկզբում հաճախել է քուրս ու ինքը պարապել է մոտավորապես մի 3 տարի, հետո ինքը դուրս եկավ, ինձ կանչեցին, ես մնացի ու ասա ես արդյունքին ինչ որ ունենք։ Հարևաններ եք, մեկ շենքում եք բնակվում։ Այո, բնակվել ենք։ Հիմա էլ չէ։ Մանկուց ճանաչել եք։ Ահա։
Այդ առումով դեմ չէին ծնողներս էլ։ Քայլող մոտիվացիա է եղել։ Քուրիկն է եղել առաջինը, հետո դուք եք գնացել եւ նորից սա ձեր ընտրությունն է եղել։ Հա։ Ես առաջարկում եմ մեր զրույցը շարունակել կարճատև գովազդային ընդմիջումից հետո։ Կարճատև գովազդային ընդմիջում։ Վերադարձանք գովազդից եւ շարունակենք զրույցը ու հասկանանք այս առաջնության համար ինչքան է տևել նախապատրաստական փուլը։ Շատ է տևել, շնացիս այս տարի վնասված կստացա, մեծասակներ Եվրոպայի առաջնությանը 2 ամիս չեմ պարապել ու շատ դժվար է ինձ համար ու շատ կարևոր մրցույթ էր սա ու մեդալ, շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ Աստծուց, որ ստացվեց ինձ մոտ։ Էմա Պողոսյանը եւ Մերի Միսակյանն են մեր այսօրվա հյուրերը, մենք խոսում ենք սպորտից, ծանրամարտից, աղջիկներ, առօրյայում խանգարումը, օգնումը, չէ որ լավ, ընտանիքի անդամները արդեն մերվել են այս ամենի հետ, բայց հասարակությունը որ կարծրատիպ էր, որ սա կանանցի սպորտ չի եւ այլն, խանգարում է ձեզ թե Լիրում է ժամանակ խանգարում է, բայց երբ որ ինչ-որ արդյունքի ես հասնում, արդեն հասկանում ես, որ այդ ամեն ինչը ինչի շնորհիվ հասել ես, հենց այդ խանգարող միջոցներն են, երբ որ դու քո ճանապարհից դուրս ես մտնում, էլի, այսպես ասած, հետո որ ուրախանում ես, ասում ես ոչինչ, անցել ամեն ինչ լավ արդեն։ Եվ հիմա եթե մարդիկ ձեզ չճանաչեն, դեմքով տեսած չլինեն, շատ դժվար է կռահել, որ դուք սպասում եք գեղեցիկ սանրվածք, գեղեցիկ դեմք, սլացիկ մարմին, բայց մարդիկ նորից եւ նորից մտածում են նրա մասին, որ չէ, սա վնասակար է։ Վնասակար է թե ոչ հիմա, ուզում հասկանալ։ Դե վնասվածքները շատ են, ինձ թվում է, բայց սպորտը յուրաքանչյուրին շատ անհրաժեշտ է, էլի սպորտով զբաղվելը առողջության համար։ Սպորտով զբաղվելը, բայց զբաղվում են միլիոններ, բայց չեմպիոններ դառնում են շատ քչերը։ Այո։ Եվ եկեք չմոռանանք, որ մենք ունենք թե աղջիկների, թե տղաների ոսկե սերունդ։ Հետո մի պահ ունեցանք այսպես պաուզա, դադար, եւ հիմա կարծես թե դուք եք գալիս, ինչը դժվար չի, կարող եք հասնել Նազիկի, Ռիփսիմեի նվաճած բարձունքներին, մեդալներին եւ մի բան էլ ավել, որտեղ մենք նաեւ ոսկե օլիմպիական մեդալի մասին ենք երազում եւ մտածում։ Իհարկե ամեն ինչ հնարավոր է, անհնարին ոչինչ չկա։ Մենք շատ ուրախ ենք իրենց համար, որ իրենք դարձել են օլիմպիական, թե աշխարհի չեմպիոններ եւ մեդալագիրներ, ու մենք էլ ձգտում ենք այդ ամեն ինչին, որ մենք էլ հասնենք այդ արդյունքին հասնենք, նաև ավելին ճիշտ է։ Իսկ ո՞րն է այն ամենամեծ երազանքը, որ ունեք։ Երազանքը ինձ թվում է բոլոր մարզիկներիս դա օլիմպիական խաղերն է։ Օլիմպիական խաղերը իզուր չի, որ 4 տարին մեկ է, ու իզուր չի, որ շատ քչեր են կարողանում հասնել օլիմպիադա։ Եվ պարզապես հասնել օլիմպիադա եւ դառնալ մեդալակիր եւ իհարկե ոսկե մեդալակիր։ Անկամ մասնակիցներն են շատ ուրախանում։ Այդ ժամանակ իրոք մասնակցությունը շատ լավ է։ Պատկերացրեք, քանի միլիոն մարդ է, տասնյակ միլիոնավոր ծանրամարտով զբաղվող մարդիկ կան աշխարհում, բայց մի քանի տասնյակ մասնակից կա ամբողջ օլիմպիադայում։ Ովքեր են ամենաուժեղ ձեր, այսպես ասած, ողեմի օպոնենտները, ովքեր են, չինացիներն են դրանք, կոլումբիացիներն են։ Չինացիներն են։ Չինացիները։ Դե հա, ամենտեղ չինացին միշտ։ Ամենտեղ չի։ Ինչպես պետք է հաղթել նրանց, պարզապես ավելի շատ բարձրացնել։ Այո։ Դե իրանց մոտ ինձ թվում է ավելի ուրիշ է, էլի համզարգացած։ Դե իրանց մոտ Հայաստանի առաջնությունը ձեր տարիքային խմբում եւ ձեր քաշում քանի րոպե է տևում։ Մեր քաշում։ Նո կոնկրետ ձեր։ Քանի մասնակից կա Հայաստանի առաջնություն։ Քիչ։ Ինչքան։ Իմ քաշում 5 հոգի էլի երևի 6, հա։ Չինաստանում մարդիկ գալիս են, բարձրացնում են ծանրաձողը, գնում են տուն ու մի ամիս հետո են վերադառնում։ Այդքան մասնակից կա, պատկերացրեք։ Այսինքն կես տարի 6 մոտեցում, կես տարի կարող է այդ քանակը դառնում է ըստ երևույթի որակ։ Մենք չունենք այդպիսի հնարավորություններ։ Մենք պետք է որակը դարձնենք ել ավելի որակյալ։
Իսկ բացի ֆիզիկական պատրաստվածությունից, հոգեբանական պատրաստվածությունը որքանով է կարևոր եւ երբևէ եղել է իրավիճակ, որ զգաք այլևս ուժ չունեք, չեք ուզում շարունակել։ Այո, իսկ հոգեբանական պատրաստությունը ամենակարևորն է, մանավանդ մրցումներից առաջ այդ գիշերը, որ մի գիշեր է մնացել, ինձ թվում է ամենա, չգիտեմ, վատ գիշերն է մեզ համար, հա, որովհետև այնքան ենք մտածում ու բակա չենք քնում այդ վախերից ու ոնց որ մեր կյանքի կեսը գնալ է մենակ այդ գիշերը, բայց որ հետո զարթնում ես, մասնակցում ու ամեն ինչ լավ է լինում, արդեն գինտեսելի։ Էման ճիշտ շեշտեց ամեն ինչ իրոք այդ սպորտսմենի համար այդ գիշերը շատ ահավոր է լինում ու իրականում հոգեբանական օգնությունը, այսպես ասած, մարդուն թե մարզումների ժամանակ, թե մրցաշարից առաջ եւ թե հետո պետքա մարզիկին, որովհետեւ մենք այսպես ասած ստրես ենք ապրում, ամեն մի ծանրացող, ամեն մի քաշը բարձրացնելիս ու պետքա մեզ այդ ամեն ինչը Ումից եք ստանում դուք այդ օգնությունը։ Մեր մարզիչներից։ Որովհետև ոչ հոգեբան ունենք, հավանաբար մեր մարզիչները համ հոգեբան են, համ մարզիչ։ Իսկ ուրիշ թիմերում կան հոգեբաններ, տեսել եք դուք։ Գիտեք կամ։ Օրինակ Չինաստանի։ Կլինեն։ Աղջիկներ, տղաներին էլ եմ այդ հարցը տվել եւ նրանք պատասխանել են։ Հիմա ուզում համեմատեմ ձեր պատասխանը։ Դուք մարզումների ժամանակ ձեր կյանքում ամենաշատ բարձրացած քաշը երբևիցե բարձրացել եք մարզման ժամանակ, թե հենց մրցույթի ժամանակ։ Մրցույթի ժամանակ։ Մրցույթի։ Մերի դուք։ Ես մարզման։ Դուք մարզման, դուք դեռ մարզման։ Այսինքն մրցույթի ժամանակ դեռ այդ քաշը չեք բարձրացել։ 1-2 կիլոգրամների տարբերությամբ։ Այդ 1-2 կիլոգրամները, որ բարձրացնեիք, հիմա կդառնայիք չեմպիոն, թե էլ չէ։ Չեմպիոն չէ, բայց երկրորդ տեղ։ Արծաթե մեդալակիր կդառնայի։ Երբ որ դուք հիմա մարզվում եք եւ գնում եք արդեն մրցմանը, ըստ էության մարզիչները համենայն դեպս մոտավորապես գիտեք, թե դուք ինչ քաշեր կարող եք բարձրացնել եւ այդ քաշերը պատվիրում են եւ ինչ քաշեր կարող են բարձրացնել եւ պատվիրել ձեր հակառակորդները։ Եվ արդեն պլյուս-մինուս պարզա ով է առաջի տեղի համար, երկրորդ տեղի համար, երրորդ տեղի համար, բայց լինում են չէ դեպքեր, որ օրինակ պետք է ավել բարձրացնես։ Շատ է լինում։ Սիրում եք այդպիսի ստրեսային իրավիճակները, թե դա միշտ ստրես է։ Ինձ մոտ միշտ ամենա տենց է լինում, ես պոկում վարժությունից մի քիչ ավելի թույլ եմ, հրում վարժությունից ուժեղ, շատ է լինում, որ կարող մի 8 կիլո մի անգամից թռնեմ ու էդի եթե անեմ չեմպիոն դառնամ ու շատ դեպքեր են եղել տենց, բայց սիրում եմ ես այդ պայքարը, կամքի ուժում հավաքում է։ Իմ հետ չի եղել տենց դեպքեր, ընդհանրապես, որ անգամ մարզումների ժամանակ ինչ կիլոգրամ որ բարձրացրել եմ, մրցմանը դրանից ավելի շատ պետք լինի, չէ, չի եղել այդպիսի բան։ Այս մրցմանը եղել է, ուղղակի 1 կիլոգրամի տարբերության այդքան էական չէր այդ 1 կիլոգրամը, բայց որ ասեմ այդքան շատ չէ, չի եղել շատ կիլոգրամ։ Իսկ ստրեսային էր ամեն դեպքում իրավիճակը։ Չէ, ինձ թվում է այդ ժամանակ ստրեսային չի լինում, որովհետև դու գնում ես կռվելու, թե ծանրաձողի, թե ինքդ քո հետ, թե մրցակիցների։ Կարծես թե կոնֆլիկտային սպորտաձև չի սա, դուք չեք առնչվում տետ-ա-տետ ձեր մրցակիցների հետ, հակառակորդների հետ, բայց երբ որ գտնում եք մեկ վայրում եւ օրինակ կամերաները չեն ցուցադրում դες, եղել են դեպքեր կամ դուք իմացել եք, որ մարդիկ իրար վիրավորեն, բրթեն, չգիտեմ։ Չէ, օրինակ ինձ հետ չի պատահել, ու չեմ տեսել, այտենց դեպքեր չի եղել։ Ծանրամարտի պատմության մեջ տեսնես այդ դեպքեր եղել է, թե չէ, դուք չգիտենք անկեղծ։ Ամենափաստորեն դաստիարակված սպորտսմեններ են։ Ի տարբերություն ֆուտբոլիստների, ջյուդոիստների, ես չգիտեմ, բրցքամարտիկների, բասկետբոլիստների եւ այլն եւ այլն։ Դե ամեն ինչը պիտի հաշվի առնենք, որովհետեւ հնարավոր է, եթե ինչ-որ մի սխալ ձև մենք մեզ պահենք, ինչ որ առումով որակազրկեն, կարող են որակազրկել։ Ֆուտբոլիստներն է կարող է որակազրկվել, տեսեք ինչ մտածենք։ Դուք շատ եք մտածում։ Էմա նման արդյունքների համար արդյոք կարևոր է թիմային փոխաջակցությունը, օրինակ սպասում եք, որ մերին ձեզ կաջակցի կամ ձեր թիմակիցով այդ պահին եկել է տեսել։ Այո, իհարկե,
Ճիշտ է, այդ մոտեցումների ժամանակ ընդհանրապես ձեն չեմ լսում, ինչքան ուզում ա կողքից ինձ դուխ տան, մենակ մարզիչ ձենը, դա մեկ-մեկ էլի, բայց դե որ թիմը գալիս է աջակցում է այդ լրիվ ոնց որ ուրիշ ուժ տա էլի մեզ, շատ կարևոր է։ Դե ինչ, հա, Մերին էր հարցնում։ Ձեզ համար։ Ինձ համար կարևոր սխալ ասված ինձ թվում է, որովհետև հնարավոր է օրինակ դեպքեր լինում են, որ մեր ընկերները չեն կարողանում գալ մեր մրցմանը, որովհետև հաջորդ օրը իրենց մրցումն է, պիտի մնան հանգստանան, բայց դրանից պետք չի կարճել, որովհետև դու պիտի գնաս քո մրցումը մասնակցես, հաղթես ու գաս։ Բայց դե որ կան ավելի լավ։ Միանշանակ։ Եվ ուշադրություն դարձրեք, որ եթե մարզիկը ազատ է կամ իր ելույթը արդեն ավարտվել է եւ կապ չունի նա դարձել է չեմպիոն, թե պարտվել է կամ ընդհանրապես չի կարողացել մոտեցումները կատարի, նրա վրա այդ օրը զայրացել են, ինքը մյուս օրը գալիս է եւ լինում է իր ընկերների կողքին մարզիչների հետ միասին։ Շնորհակալություն Էմմա, շնորհակալություն Մերի, մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ արդեն դուք կարծես թե եւս 1 տարի կարող եք մասնակցել երիտասարդական առաջնությունների, իսկ հետո արդեն սկսելու է ծանր եւ դժվար մեծական այսպես ծանրամարտի, որը կյանքը եւ աշխարհը, որը ել ավելի դժվար է եւ ավելի դաժան, մաղթում ենք ձեզ, որ միշտ մնաք այսպիսի հաղթանակներով եւ այսպիսի գեղեցիկ։ Շնորհակալություն զրույցի համար, իսկ մենք գնանք եւ եւս մեկ անգամ դիտենք լիգայի տեսանյութը ու մի փոքր քաղցրացնենք մեր առավոտը։ Ոչ թե քաղցրացնենք, այս անգամ հետաքրքիր նախուտես է պատրաստելու լիգան եւ մարդիկ կան ինձ զանգարում են, ասում են չհասցրեցինք դիտել, չհասցրեցինք հենց հիմա դիտեք։ Dolce Liga մեր եթերում։